Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք եւ մեզ մոտ հիմա երկրորդ հանդիպումն է մեկնարկում, Երևանը մրցելու է Մալացիայի հետ։ Ներկայացնեմ արագ թիմերի հայտարարությունները, Երևանի դարպասը պաշտպանում է Տրթա Տասերյանը, համար 96, Արեն Վխկրյան, համար 2, Դավիթ Դավթյան, համար 7, Գևորգ Շլարյան, համար 11, Արտյոմ Ղազարյան, համար 15, Սպարտակ Հարությունյան, համար 45, Նորայր Հովանիսյան, համար 33, Սարգիս Շլարյան, համար 77, Նարեկ Ավդալյան, համար 87։ Հիմա էլ ներկայացնեմ Մալացիայի հիմնական հայտարարությունը, Հովանես Աբրամյանն է դարպասը պաշտպանում, համար 1, Հայկ Գևորգյան, համար 3, Հրաչ Օսիպյան, համար 4, Ալեքս Ասատյան, համար 5, Գեղամ Մխիկյան, համար 6, Արեն Սիմոնյան, համար 7, Մարկ Թորչյան, համար 9, Հարութ Ղազարյան, համար 10, Նարեկ Սիմոնյան, համար 11 և Ալեքս Ղազարյան, համար 55։ Ամեն ինչ պատրաստ է մեզ մոտ։ Խաղի մրցավարն էլ Սուլիչը արձանագրում է և խաղը մեկնարկած է։ Մալացիայի ֆուտբոլիստների մոտ է գնդակը, փորձում են իրենց առաջին գրո անցկացնել։ Շատ հախուռն պայքար է հիմա դաշտի կենտրոնում, ի վերջո Երևանի տղաները խլեցին գնդակը, բայց արագ կորցրեցին և կտեսնենք Մալացիայի դարպասից հարված։ Արեն Սիմոնյանն է գնդակով, նրանից խլում են գնդակը Երևանի տղաները, բայց նորից Արեն Սիմոնյանը շատ լավ է գործում այստեղ, աջ եզրով շարժվում առաջ, փոխանցում կենտրոն, բայց փակում են նրա փոխանցումը և վերջինս վաստակում եզրային նետում։ Այստեղ սխալ նետում է իրականացնում Արեն Սիմոնյանը, խաղի մրցավարը սուլել է և եզրային նետումը լինելու է Երևանինը։ Նշեմ, որ թիմերը մրցաշարային աղյուսակում գտնվում են հետևյալ հորիզոնականում, Երևանը 12 միավոր է վաստակել և գտնվում է 14-րդ հորիզոնականում, իսկ Մալացիան 7 միավոր ունի և գտնվում է 16-րդ հորիզոնականում, Արեն Սիմոնյանն է գնդակով գցեցին նրան տուգանային հրապարակում, բայց խաղի մրցավարը ոչինչ չտեսավ և շարունակում է խաղը, հիմա նորից Մալացյան է գրոհելու, Նարեկ Սիմոնյանն է գնդակով փոխանցում առաջ, բայց Երևանի ֆուտբոլիստը այսօր կանխում է նրա փոխանցումը։ Հիմա էլ տեսնում ենք Երևանի ֆուտբոլիստն է շարժվում առաջ, բայց նրա փոխանցումը չստացվեց։ Մալացյան շատ ակտիվ է հիմա մեկնարկել խաղը, բայց Երևանն էլ շատ լավ է պաշտպանվում, հիմա դարպասաձողն է փրկում այստեղ Մալացիային, այնտեղ փոխանցում էր կատարում Երևանի ֆուտբոլիստը, բայց դիպավ դարպասաձողին վերջին պահին գնդակը։ Այստեղ նորից Երևանն է գնդակով, շատ վտանգավոր էր առաջին գրոհը տեսանք Երևանի կատարմամբ,
Այստեղ գնդակը օթում էր, բայց Մալացիայի ֆուտբոլիստները կարողացան խլել գնդակը, փոխանցում նորից այստեղ կորցրեց Նարեկ Սիմոնյանը գնդակը եւ եզրային նետումը Երևանինն է լինելու։ Շատ հավասար թիմեր են հիմա տեսնում ենք խաղադաշտում, տեսնենք հիմա միմյանց ինչ կառաջարկեն թիմերը, փոխնիփոխ գրողներ են կազմակերպում, Նարեկ Սիմոնյանն է այստեղ փորձում շրջանցել, բայց սխալվում է, բայց շատ արագ Մալացյան հետ է վերադարձնում գնդակը, Հարութ Ղազարյանն է շարժվում առաջ, փոխանցում Արեն Սիմոնյանին, նրա փոխանցումը այստեղ չստացվեց և այստեղ հիմա Մալացիայի պաշտպանն է սխալվում, հարված և հանդիպման հաշիվը մեզ մոտ բացված է 1-0 Երևանը կարողանում է Մալացիայի պաշտպանի սխալից օգտվել և հանդիպման հաշիվը բացել շատ արագ Հանդիպման հաշիվը բացված է մեզ մոտ 1-0 հաշվով Երևանը առջևում է Արտյոմ Ղազարյանն է գոլի հեղինակ դառնում, հիմա նորից Երևանն է գրոհում, շարունակվում է այստեղ թեժ պայքարը, բայց ի վերջո հեռացրեցին Տուգանային հրապարակից Մալացիայի ֆուտբոլիստները և հիմա հակագրով, բայց այստեղ չստացվեց Նարեկ Սիմոնյանի փոխանցումը դեպի Արեն Սիմոնյանը և եզրային նետումը Երևանինն է լինելու Հիմա գոլի հեղինակն է գնդակով, փոխանցում կենտրոն, հարված այստեղ Հրաչ Օսիպյանն է փակում Երևանի ֆուտբոլիստի հարվածը, շարունակվում է Երևանի գրոհը, Արտյոմ Ղազարյան Փորձում են գրոհ իրականացնել այստեղ Երևանի տղաները շարժվում են առաջ, բայց նորից լավ են գործում Մալացիայի պաշտպանները Բայց շատ արագ Երևանը խլեց գնդակը, փոխանցում հիմա, այստեղ կարող էր ինքնագոլի հեղինակ դառնալ Հայկ Գևորգյանը, շատ վտանգավոր էր հիմա Մալացիայի դարպասին նորից գրոհ կառուցեցին Երևանի ֆուտբոլիստները և ի վերջո անկյունային հարված են վաստակում, փոխանցում, նորից հեռացնում են այստեղ Բայց ի վերջո վերջին պահին որսում է Հովհաննես Աբրահամյանը գնդակը և սկսում իր թիմի գրոհը Նարեկ Սիմոնյան փոխանցում Արեն Սիմոնյանին Այստեղ էլ Մարկ Թորչյանը շտապեց և ուժեղ փոխանցում կատարեց դեպի առաջ և Երևանինն է լինելու գնդակը Այստեղ եզրային նետում տեսանք հիմա Երևանինն է լինելու, խաղարկում են հնդակը Արտյոմ Ղազարյան, հեռվից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ Հրաչ Օսիպյանն է հեռացնում գնդակը և նորից կտեսնենք եզրային նետում Փոխանցում այստեղ Արտյոմ Ղազարյանն է նորից փոխանցում Տուգանային հրապարակ, նորից Հրաչ Օսիպյանն է հեռացնում գնդակը, շարունակվում է, բայց նորից հեռացրեց Հրաչ Օսիպյանը շատ հեռու և նորից վերադարձեցին գնդակը Երևանի տղաները, փոխանցում առաջ, նորից հեռացրեց Հրաչ Օսիպյանը, այստեղ շատ լավ է հիմա պաշտպանվում Հրաչ Օսիպյանը
այստեղ շատ հախուռն պայքար է ընթանում Մարկ Թորչյանն էր գնդակով եւ ի վերջո խաղի կանոնները խախտեցին Երևանի ֆուտբոլիստը Արեն Սիմոնյանն է գնդակի մոտ փոխանցում է առաջ եւ շատ լավն էր փոխանցումը հիմա Արեն Սիմոնյանի, բայց այստեղ լավ չգործեց Հայկ Գևորգյանը բայց շարունակվում է հիմա Մալացիայի գրոհը այնտեղ Հաչեզով շարժում են առաջ լավն էր փոխանցումը բայց նորից հեռացրեցին Երևանի տղաները եւ հիմա էլ հակագրում է Երևանը փոխանցում բայց մի փոքր ուժեղ ստացվեց Երևանի ֆուտբոլիստի փոխանցումը, բայց շարունակվում է հիմա գրոհը Երևանի հարված, հիմա էլ Հայկ Հոսիպյանն է նորից գնդակի ճանապարհին հայտնվում Արեն Սիմոնյան շատ ակտիվ են հիմա այս մի քանի րոպեներին գործում երկու թիմերի ֆուտբոլիստները հիմա էլ Երևանն է փորձում նորից գրոհ իրականացնել բայց այստեղ նորից շատ լավ է գործում Հրաչ Օսիպյանը Շարունակվում է Մալացիայի գրոհը Հրաչ Օսիպյան թողնում է Արեն Սիմոնյանին գնդակը Հաչեզր փոխանցում Հարութ Ղազարյանի հարված եւ ուղիղ Տրթատ Ասրյանի ձեռքերի մեջ է ուղարկում Հարութ Ղազարյանը Առաջին հարվածն էր Մալացիայի կատարմամբ այս խաղում Երևանն է փորձում գրոհ իրականացնել հարված եւ հիմա էլ Երևանն է հարվածում, բայց Հովանես Աբրահամյանի ձեռքերի մեջ ուղարկեց գնդակը Սարգիս Շլարյանը Արեն Սիմոնյան փոխանցում Մարկ Թորչյանին Դաշտի կենտրոնում հիմա Հարութ Ղազարյանն է փոխանցում է Նարեկ Սիմոնյանին ձախ Լավն է փոխանցումը Հարութ Ղազարյան փորձեց շրջանցել Երևանի ֆուտբոլիստին, բայց չկարողացավ հակագրում է հիմա նորից Երևանը Այստեղ հասավ գնդակին Երևանի ֆուտբոլիստը ձախ եզրում տեսնենք հիմա ինչ կառաջարկեն եւ տեսնում ենք որ խաղի կանոնների խախտում այդտեղ Ալեքս Ասատրյանն էր խաղի կանոնները խախտել եւ տուգանային հարված կտեսնենք Մալացիայի դարպասին Հարված եւ հիմա ինչպիսի գոլի հեղինակ է դառնում Երևանի ֆուտբոլիստը եւ 2-0 կրկնապատկում է իր թիմի առավելությունը Դավիթ Դավթյան 2-0 ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ տուգանային հարվածից Դավիթ Դավթյանը եւ կրկնապատկեց իր թիմի առավելությունը Հիմա 2 գոլի առավելություն ունի այստեղ Երևանը տեսնենք հիմա ինչ կառաջարկի Մալացյան անկյունային հարված են վաստակել Մալացիայի տղաները խաղարկում են Արեն Սիմոնյանն է գնդակով փոխանցում Այստեղ մի փոքր ուժեղ էր Արեն Սիմոնյանի փոխանցումը, բայց հասնում է հիմա Հրաչ Օսիպյանը, բայց նրա պայքարում խաղի կանոնների խախտում եւ հիմա էլ տուգանային հարված է վաստակում Մալացյան։ Վերջո թողնում են գնդակը Արեն Սիմոնյանին իր թիմի մշտական իրացնողը տուգանային հարվածներից հիմա Կասուլիչը հարված բայց փոխանցում էր ավելի շատ բայց հիմա այստեղ գնդակը որսում է Տրթատ Ասրյանը եւ հարակ խաղի մեջ է
ուղարկում գնդակը նետվում է առաջ հիմա Դավիթ Դավթյանը գեղեցիկ փոխանցում հարված եւ մի փոքր շեղությամբ անցավ Երևանի ֆուտբոլիստի հարվածը այստեղ, բայց կայծակտային հակագրը ուղակի իրականացրեցին Երևանի տղաները Հիմա նորից գնդակը Մալացյանն է Հարութ Ղազարյանն է գնդակով Մարկ Թորչյանի հետ է պատ խաղարկում շատ լավներ, բայց այստեղ առաջ է թողնում Հարութ Ղազարյանը գնդակը Այստեղ ձեռքին դիպավ Արեն Սիմոնյանի և գնդակը Երևանինն է Արտյոմ Ղազարյան Թիմակից է փնտրում Դավիթ Դավթյան Պրեսինգ են ենթարկում Դավիթ Դավթյանին ի վերջո Տրթատ Ասրյանի հետ է խաղարկում այստեղ շատ վտանգավոր կարող էր լինել այստեղ է առաջ է թողնում Նարեկ Ավդալյանը գնդակը և եզրային նետումը Մալացյանն է լինելու Արեն Սիմոնյանն է գնդակով փոխանցում կենտրոն և հարված, բայց չի ստացվում այստեղ հարվածը Արեն Սիմոնյանի շատ լավ պահ ունեցավ Մալացյան հիմա մի փոքր գնդակը չնստավ Արեն Սիմոնյանի ոտքին և Տրթատ Ասրյանի դարպասից հարված կտեսնենք Առաջ է ուղարկում Տրթատ Ասրյանը գնդակը պահում են գնդակը Երևանի ֆուտբոլիստները, բայց այստեղ Մալացյան նորից գնդակը խլում է, Արեն Սիմոնյանն է գնդակով, փորձում է շրջանցել, բայց փոխանցում է կատարում Հարութ Ղազարյանին, այստեղ ի վերջո վերջում դիպավ Հրաչ Հոսիպյանի գնդակը և նորից կտեսնենք Տրթատ Ասրյանի դարպասից հարված Հայկ Կարապետյանն է գնդակով փորձում են դուրս գալ Երևանի ֆուտբոլիստները իրենց խաղադաշտից բայց եզրային նետում են վաստակում այստեղ հիմա Երևանի ֆուտբոլիստները գնդակը ուղղված էր դեպի Դավիթ Դավթյանը, բայց չհասավ նրան գնդակ Այստեղ արագ խլեցին Երևանի ֆուտբոլիստները և հետ է խաղարկում Դավիթ Դավթյանը Արտյոմ Ղազարյանի հետ Այստեղ է շրջանցումը չանցավ Արտյոմ Ղազարյանի, բայց պահեցին գնդակը Երևանի տղաները ի վերջո Դավիթ Դավթյանն էլ այստեղ վաստակում է եզրային նետում Շատ քիչ ժամանակ է մնում առաջի խաղակեսի ավարտին Այստեղ կորցրեցին գնդակը Երևանի ֆուտբոլիստները Հրաչ Հոսիպյանն է գնդակով շատ վտանգավոր է հիմա գործում այստեղ, բայց ի վերջո կարողացան նրանք գնդակը ուղարկել դեպի առաջ Ալեքս Ղազարյանին էր ուղղված այս փոխանցումը, բայց վերջինս չհասավ գնդակին Բայց նորից Մալացյան է գնդակով Ալեքս Ղազարյան Փոխանցում Մարկ Թորչյանն է գնդակով, բայց չհասավ նա գնդակին հիմա արագ խաղարկում նորից Մալացիայի ֆուտբոլիստների կողմից Արեն Սիմոնյան փոխանցում ձախ եզր Գեղամ Մխիթյանին նորից Արեն Սիմոնյանն է գնդակով հարված, բայց մի փոքր թույլ էր նրա հարվածը Նարեկ Սիմոնյանն է հիմա գնդակով փոխանցում Տուգանային հրապարակ այստեղ էլ հեռացնում է Սարգիս Շլարյանը և պահում են գնդակը իրենց մոտ Երևանի տղաները և հարակ հակագրոհ են փորձում կազմակերպել Երևանի ֆուտբոլիստները, բայց մի փոքր առաջ թողեցին այստեղ գնդակը և եզրային նետումը Մալացյանն է լինելու
Այստեղ Մարկ Թորչյանն է խաղարկում թիմակցի հետ, շարժվում է առաջ, փոխանցում աջ Ալեքս Ղազարյանը, վերջինիս փոխանցումը չստացվեց, հիմա Երևանն է գրող կառուցում, շատ լավն էր փոխանցում, այստեղ մենակ է մտնում Տուգանային հրապարակ և 3-0 մեծացնում է իր առավելությունը այստեղ Երևանը, շատ լավ գրող իրականացրեցին Երևանի ֆուտբոլիստները, Երեք 0 գոլի հեղինակն է Նորայր Հովհաննիսյանը, մեծացնում է իր առավելությունը Երևանը, և շատ լավ առավելություն ստանում այս հանդիպումում։ Փորձում են նորից Մալացիայի ֆուտբոլիստները գրոյին, բայց չստացվեց, Երևանն է նորից գնդակով, այստեղ նորից լավ է գործում Հրաչ Օսիպյանը, մինչև վերջ պայքարում է և գնդակը նորից հասցեագրում Նարեկ Սիմոնյանին, ձախ եզրով շարժվում է առաջ, բայց այստեղ շտապում է Նարեկ Սիմոնյանը և փոխանցումը նրա ուժեղ ստացվեց դեպի Արեն Սիմոնյանը։ Այս պայն Մալացիայի լավագույն խաղացողներից միայն մեկին կարող եմ նշել Հրաչ Օսիպյանն է, նա պաշտպանությունը շատ լավ է գործում, հիմա նորից Երևանն է գրոհելու, գեղեցիկ փոխանցում տեսանք, բայց այստեղ վերցնում է գնդակը ի վերջո Հովհաննես Աբրահամյանը, Մարկ Թորչյանն է գնդակով, փոխանցում կատարեց Արեն Սիմոնյանին, բայց ի վերջո անկյունային հարված է վաստակում Արեն Սիմոնյանը այստեղ, տեսնենք նրա փոխանցումը ինչ կտա նրանց գրոհում, այդտեղ Հրաչ Օսիպյանն է գալիս Տուգանային հրապարակ, և Արեն Սիմոնյանը փոխանցում Տուգանային հրապարակ, բայց նորից Տրթատ Ասրյանը վերցնում է գնդակը և արագ գրոհ է իրականացնում Նորայր Հովհաննիսյան, նորից շատ լավն էր այստեղ փոխանցումը Երևանի ֆուտբոլիստի, բայց մի փոքր ուժեղ ստացվեց և այնտեղ չհասավ գնդակին Սարգիս Շլարյանը, Նարեկ Սիմոնյանն է հիմա էլ գնդակով շարժվում է կենտրոնով, Արեն Սիմոնյանին է փոխանցում, վերջինս կորցնում է գնդակը, բայց արագ հետ են վերադարձնում Մալացիայի ֆուտբոլիստները, Մարկ Թորչյան աջ եզր է ուղարկում Ալեքս Ղազարյանին, այստեղ էլ Ալեքս Ասատրյանն է հիմա գնդակով շարժվում առաջ, թիմակից է փնտրում, լավն է նրա փոխանցումը Ալեքս Ղազարյանին, փոխանցում Արեն Սիմոնյանին, բայց ստացվեց նրա մոտ, հիմա մաքուր են խաղում այստեղ Երևանի տղաները, բայց այստեղ էլ Հայկ Կարապետյանն է շտապում և նրա փոխանցումը լավը չէր, նորից շարունակում է հիմա Մալացիան գրոհել, բայց այստեղ էլ նրանք շտապեցին և Տրթատ Ասրյանի մոտ է գնդակը, փոխանցում առաջ, լավն էր նրա փոխանցումը, այնտեղ Արտյոմ Ղազարյանն էր առաջացել և հարված Մալացիայի դարպասից կտեսնենք, այստեղ փոփոխություններ տեսանք տեղի ունեցան թիմերի կազմերում, շարունակվում է հիմա Մալացիայի գրոհը, Արեն Սիմոնյանն է գնդակով շատ լավ են պաշտպանում նրա դիմաց,
Նորից Արեն Սիմոնյանն է գնդակով, բայց նորից այստեղ նրա դիմաց շատ լավ գործեցին, հիմա հակագրում է Երևանը։ Լավը չէր փոխանցումը այստեղ Երևանի ֆուտբոլիստի, Մալացյան վերցնում է գնդակը, Նարեկ Սիմոնյան խաղարկում է Մարկ Թորչյանի հետ։ Պայքարում է հիմա Մարկ Թորչյանը։ Ի վերջո փոխանցում կատարեց Սիմոնյանին։ Սիմոնյանն էլ նորից Թորչյանի հետ է խաղարկում, այստեղ փոխանցում էր ուղղված դեպի Արեն Սիմոնյանը, բայց շատ թույլ էր Մարկ Թորչյանի փոխանցումը։ Այստեղ էլ Գեգամ Սարգսյանը լավ չի գործում եւ հիմա էլ Երևանն է գրոյելու Դավիթ Դավթյան փոխանցում թիմակցին, լավն էր փոխանցումը, հարված եւ գոլ Դավիթ Դավթյանը դուբլ է հեղինակում եւ ավելի խոշոր է դարձնում հաշիվը 4-0։ Դավիթ Դավթյան 4-0 Ֆանտաստիկ գրոհ տեսանք Երևանի կողմից եւ ել ավելի մեծացրեցին իրենց առավելությունը Երևանի ֆուտբոլիստները, նորից Երևանն է գրոհ կառուցում, այստեղ հարված տեսանք Երևանի ֆուտբոլիստի կողմից եւ վերջ առաջին խաղակեսը ավարտված է մեզ մոտ, Երևանը 4-0 հաշվով հաղթում է Մալացիային։ Ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադարձանք, երկրորդ խաղակեսը մեկնարկել է մեզ մոտ, Երևանը 4-0 հաշվով հիմա հաղթում է Մալացիային, տեսանք Արեն Սիմոնյանի կատարմամբ առաջին հարվածը երկրորդ խաղակեսի, բայց ուղիղ տրթատ Ասերյանի վրա հարվածեց Արեն Սիմոնյանը։ Շատ ակտիվ են, տեսնում ենք թիմերը մեկնարկել երկրորդ խաղակեսը, ի վերջո առաջին խաղակեսը ավարտվեց շատ մեծ առավելությամբ Երևանի կատարմամբ, այնտեղ դուբլի հեղինակ դարձավ Դավիթ Դավթյանը, մեկ գոլ խփեց Արտյոմ Ղազարյանը եւ մեկ գոլ էլ հեղինակեց Նորայր Հովանիսյանը։ Հիմա տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես թիմերը կանցկացնեն, ինչ կառաջարկեն միմյանց, առաջին հերթին Մալացյան պետք է փորձի հաշիվը կրճատել, շատ են սխալները հիմա թիմերի կատարմամբ, Հարութ Ղազարյանն է աջ եզրով շարժվում առաջ եւ վերջինս վաստակում է եզրային նետում։ Հիմա այստեղ սխալվեցին Մալացիայի ֆուտբոլիստները, բայց Երևանն էլ է սխալվում եւ հիմա արագ ներկայացնեմ թիմերի հայտացուցակները, Երևանի դարպասը պաշտպանում է Տրթատ Ասերյանը, համար 96, Արեն Վխկրյան համար 2, Դավիթ Դավթյան համար 7, Գևորգ Շլլարյան համար 11, Արտյոմ Ղազարյան համար 15, Սպարտակ Հարությունյան համար 45, Նորայր Հովանիսյան համար 33, Սարգիս Շլլարյան համար 77 եւ Հայկ Կարապետյան համար 87։ Մալացիայի դարպասը պաշտպանում է Հովանես Աբրահամյանը համար 1, Հայկ Գևորգյան համար 3, Հրաչ Օսիպյան համար 4, հիմա նրա մոտ է գնդակը, Ալեքս Ասատյան համար 5, Գեգամ Մխիկյան համար 6, Արեն Սիմոնյան համար 7, Մարկ Թորչյան համար 9, Հարութ Ղազարյան համար 10, Նարեկ Սիմոնյան համար 11 եւ Ալեքս Ղազարյան համար 55։ Հիմա տեսնում ենք, որ խաղի կանոնների խախտում է նկատվել եւ Երևանի ֆուտբոլիստները վերադարձեցին այստեղ գնդակը Մալացիային։ Հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում առաջին հարվածը տեսանք Մալացիայի ֆուտբոլիստի կատարմամբ, հարվածողը Արեն Սիմոնյանն էր, հիմա վերջինս էլ այստեղ գնդակը բաց է թողնում եւ եզրային նետում վաստակեցին Երևանի ֆուտբոլիստները։
Այստեղ Դավիթ Դավթյանն է ձախ եզրով շարժվում առաջ, թիմակից է փնտրում, նորից ետ վերադարձեցին, այստեղ Դավիթ Դավթյանին փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ կարող էր հիմա հարված կատարել Հայկ Կարապետյանը, բայց նրա հարվածը չստացվեց, բայց նորից վերադարձեցին Երևանի ֆուտբոլիստները գնդակը, բայց ի վերջո Մալացյանն է գնդակը լինելու, Արեն Սիմոնյանն է շարժվում առաջ, փոխանցում, բայց փակում է պաշտպան, այստեղ նրա փոխանցման ճանապարհը եւ հեռացնում այստեղ Ալեքս Ասատյանն է գնդակով փոխանցում կենտրոն Հարութ Ղազարյանին փոխանցում ձախ թիմակցին հիմա նրա փոխանցումն էլ շատ լավն էր, բայց հեռացրեցին Երևանի տղաները այստեղ էլ հարակ հակագրո էր հիմա Երևանի կատարմամբ Հովհաննես Աբրահամյանը դուրս եկավ իր դարպասից եւ հեռացրեց գնդակը Մալացյանը փորձում գրող կառուցել Ալեքս Ղազարյանն է այստեղ փոխանցման պահին սխալվում իսկ Դավիթ Դավթյանի փոխանցումը ուղղված էր Արտյոմ Ղազարյանին, բայց մի փոքր ուժեղ ստացվեց նրա հարվածը Հիմա խաղը շարունակվում է Այստեղ կարող էր Արեն Սիմոնյանը խլել գնդակը, բայց նրան ի վերջո դիպավ գնդակը եւ կտեսնենք Տրթատ Ասերյանի դարպասից հարված խաղարկում է Դավիթ Դավթյանի հետ այսօր շատ լավ է գործում Դավիթ Դավթյանը փոխանցում հիմա առաջ այստեղ ուղղված էր հիմա փոխանցումը հարվածում է Երևանի ֆուտբոլիստը եւ բարձր է նրա հարվածը ստացվում շատ լավ դիրքից Հիմա Երևանի ֆուտբոլիստը վրիպեց այնտեղ հարվածում էր Սարգիս Շլարյանը Շատ լավն էր տեսանք Դավիթ Դավթյանի փոխանցումը այնտեղ ափսոս որ չկարողացավ Սարգիս Շլարյանը ուղիղ հարվածել դարպասին Այստեղ էլ լավ է պաշտպանում հիմա Նորայր Հովհաննիսյանը, բայց մնում է գնդակը Մալացիայի ֆուտբոլիստների մոտ Բայց սխալվում են նրանք Դավիթ Դավթյան շարժվում է կենտրոնով Շատ լավն էր հիմա խաղարկումը Դավիթ Դավթյան հարված եւ Մի փոքր շեղությամբ անցավ Դավիթ Դավթյանի հարվածը, բայց այնտեղ տեսանք Դիպավ Մալացիայի ֆուտբոլիստին Վերջին պահին գնդակը եւ անկյունային է վաստակում Երևանը Նորայր Հովհաննիսյանն է գնդակի մոտ փոխանցում Տուգանային հրապարակ եւ հարված ինչպիսի գոլի հեղինակ է դառնում հիմա Սարգիս Շլարյանը ընթացքից հարվածով մխրճում է Հովհաննես Աբրահամյանի դարպասը եւ 5-0 հաշիվը դարձնում Սարգիս Շլարյան 5-0 ֆանտաստիկ գոլի հեղինակ է դառնում Սարգիս Շլարյանը ընթացքից հարվածով ուղարկեց գնդակը Հովհաննես Աբրահամյանի պաշտպանած դարպասը եւ մեծացրեց իր թիմի առավելությունը Հիմա էլ Մալացյան է փորձում գրոց ձեռնարկել հարված այնտեղ Կարող ենք տեսնել, բայց հեռացրեցին Երևանի տղաները Հիմա նորից Դավթյանն է գրում, ձախ եզրով շարժվում է առաջ, մտնում է Տուգանային հրապարակ հարված եւ հիմա էլ տեսնում ենք Հովհաննես Աբրահամյանի կատարած սեյվը եւ անկյունային հարված կտեսնենք Մալացիայի դարպասին
Շատ լավ հակագրոյի անցան հիմա Երևանի տղաները Դավիթ Դավթյանը ձախ եզրով ուղղակի արշավանք էր իրականացնում եւ ի վերջո հարված կատարեց, բայց Հովանես Աբրահամյանը փրկում է իր թիմին եւ անկյունային հարված նորից Նորայր Հովանիսյանն է գնդակի մոտ Փոխանցում եւ այստեղ հարված փորձեց կատարել Դավիթ Դավթյանը հիմա էլ հակագրում են Մալացիայի տղաները Արեն Սիմոնյան մնում է մենակ դարպասապայի դիմաց հարված եւ ինչու փոխանցում այստեղ չկատարեց Արեն Սիմոնյանը թիմակցին Տրթատասերյանն էլ իր դիրքում էր հիմա այստեղ վերցրեց գնդակը շատ լավ հակագրող տեսանք Մալացիայի կատարմամբ շատ լավ շանս էր ստացել Մալացյան բայց Արեն Սիմոնյանը հարվածեց ուղիղ Տրթատասերյանի վրա Շատ թեժ պայքար է հիմա ընթանում խաղա դաշտում Դավիթ Դավթյանն է նորից ձախ եզրով շարժվում առաջ, բայց այստեղ վերջի պայն մի փոքր առաջ է թողնում գնդակը եւ հարված դարպասից կտեսնենք Այստեղ Ալեքս Ղազարյանն է փոխանցում պահանջում եւ փոխանցեցին ի վերջո նրան գնդակը այստեղ էլ գեղեցիկ հնարքով փորձեց Ալեքս Ասատյանը փոխանցում կատարել, բայց չստացվեց նրա փոխանցումը Նորայր Հովանիսյանն հիմա շարժվում առաջ կենտրոնով խաղարկում է Շլարյանի հետ, բայց ի վերջո կորցնում է Հովանիսյանը գնդակը Ղազարյան հիմա էլ Մալացիայի գրող կտեսնենք Թորշյանն է գնդակով շարժվում է առաջ եւ կորցնում է գնդակը Թորշյանը վերջի պայն Եվ եզրային նետումը Երևանինն է Հիմա Երևանի գրոհը տեսանք, բայց չստացվեց Երևանի մոտ գրոհը վերջացնել եւ Մալացյան է գրոհելու Արեն Սիմոնյան փորձում էր շրջանցել Երևանի ֆուտբոլիստին, բայց չստացվեց։ Հիմա գեղեցիկ են գործում Երևանի տղաները։ Դավիթ Դավթյանն է նորից ձախ եզրով շարժվում առաջ։ Ինչ է անում այս տղան այսօր շրջանցում է հիմա նորից Մալացիայի ֆուտբոլիստին, բայց վերջին պահին փոխանցումը լավը չէր Երևանի ֆուտբոլիստի Շատ լավ հանդիպում է անցկացնում այսօր Դավիթ Դավթյանը Բայց նորից շարունակվում է այստեղ Երևանի գրոհ, բայց հեռացնում են Մալացիայի տղաները այս գրոհը հիմա շարժվում է առաջ Մարկ Թորչյանը, բայց այստեղ էլ հեռու է ուղարկում Շլարյանը գնդակը եւ անկյունային հարվածը Մալացիայինն է Խաղարկում են այստեղ Մալացիայի տղաները, Արեն Սիմոնյանն է շարժվում առաջ, բայց լավ է պաշտպանվում այստեղ Արեն Սիմոնյանի հետ պայքարում Նորայր Հովանիսյանը, նորից կտեսնենք անկյունային հարված Երևանի դարպասին Փոխանցում դեպի կենտրոն, այստեղ լավ պաշտպանվեց Երևանի խաղացողը, Գևորգ Շլարյանն է հիմա գնդակով շարժվում է առաջ, նրա փոխանցումը չստացվեց եւ հիմա էլ գրոհում է Մալացիայի ֆուտբոլիստները Ալեքս Ղազարյան փոխանցում Թորշյանին, շատ լավն էր հարված եւ ինչպիսի դիրքից չկարողացավ գոլ եղինակ դառնալ Մարկ Թորշյանը մի փոքր շեղ անցավ նրա հարվածը, շատ լավ պահ ունեցավ Մալացյան հիմա այստեղ Եվ հարված դարպասից կտեսնենք շատ վտանգավոր էին Մալացիայի գրոհները
Հիմա այստեղ երկար փոխանցում նորից ուղղված է Դավիթ Դավթյանին, այստեղ փորձում է շրջանցել նորից Դավիթ Դավթյանը, բայց չկարողացավ, այստեղ է լավ է գործում Ալեքս Ասատյանը եւ խաղի կանոնների խախտում նրա նկատմամբ եւ Գևորգ Շլարյանը, ոչ ներողություն Սարգիս Շլարյանը դեղին քարտ է այստեղ ստանում։ Երկար փոխանցում կտեսնենք Ալեքս Ղազարյանն է գնդակի մոտ։ Սուլի չկա, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց ավելի շատ սա փոխանցում չէր, այլ հարված էր, բայց շեղ էր այդ հարվածը Ալեքս Ղազարյանի եւ նորից հարված կտեսնենք Երևանի դարպասից։ Այստեղ Արթուր Ղազարյանն է շատ լավ շրջանցում կատարում ձախ եզրով։ Հիմա էլ այստեղ լավ է գործում Ալեքս Ասատրյանը եւ եզրային նետումը Երևանինն է լինելու։ Խաղարկում են Դավիթ Դավթյան փոխանցում կենտրոն։ Այստեղ էլ հեռացնում է Հրաչ Օսիպյանը եւ անկյունային հարված կտեսնենք հիմա էլ Մալացիայի դարպասին։ Այստեղ խաղարկում են հիմա Երևանի տղաները Նորայր Հովանեսյան փոխանցում փակում են նրա փոխանցման ճանապարհը Դավիթ Դավթյանն է հիմա շարունակում այստեղ էլ Աբրահամյանն է հեռացնում գնդակը հիմա էլ հակագրող կտեսնենք Մալացիայի կատարման բայց շատ լավ է հիմա պաշտպանվում Նորայր Հովանեսյանը դաշտի կենտրոնում Նարեկ Սիմոնյանը ձախ եզրով շարժվում առաջ փոխանցում Մարկ Թորչյանին շատ լավն էր հիմա Նարեկ Սիմոնյան եւ Տրթատ Ասրյանը գեղեցիկ սեյվով փրկում է իր թիմին եւ անկյունային հարված Շատ վտանգավոր հարված էր Նարեկ Սիմոնյանի կատարմամբ լավ դիրքից հարված կատարեց բայց Տրթատ Ասրյանը գեղեցիկ սեյվով փրկում է իր թիմին Խաղարկեցին այստեղ Մալացիայի տղաները գնդակը Ալեքս Ղազարյան թողնում է Ալեքս Ասատյանին հարված եւ հիմա էլ Գևորգ Շլարյանն էր կարծես թե հարվածի ճանապարհը փակում եւ անկյունային հարված նորից կտեսնենք Նարեկ Սիմոնյանը փոխանցում է կատարում դեպի առաջ հիմա էլ Ալեքս Ղազարյանն էր հարվածում բայց նրա հարվածը շեղ է ընթանում եւ Տրթատ Ասրյանի դարպասից հարված կտեսնենք Շատ լավն էին հիմա մի քանի այս գրոները, հարվածները Մալացիայի կատարմամբ նորից վերադարձում են գնդակը նրանք Ալեքս Ղազարյանն այստեղ հիանալի գործում փոխանցում կենտրոն եւ Արեն Սիմոնյանը այստեղ չի կարողանում հարված կատարել Ինչ արեց այստեղ Արեն Սիմոնյանը եւ Տրթատ Ասրյանը ի վերջո գնդակը վերցնում է իր ձեռքերի մեջ Դավիթ Դավթյան գրովում են Երևանի ֆուտբոլիստները բայց ի վերջո այստեղ անկյունային են կորզում վերջին պահին Երևանի ֆուտբոլիստները Խաղի ավարտին քիչ ժամանակ է մնում այստեղ չեն շտապում Երևանի տղաները շատ մեծ առավելություն ունեն նրանք փոխանցում կենտրոն Եվ այստեղ միմյանց խանգարեցին Երևանի ֆուտբոլիստները եւ հարված Հովանես Համբարձումյանի Աբրահամյանի դարպասից Հիմա Արեն Սիմոնյանն է գնդակով փոխանցում Մարկ Թորչյանին տեսնենք Կարվածը, բայց ոչ, այստեղ հեռացնում են Երևանի տղաները Այստեղ էլ Հրաչ Օսիպյանը լավ գործեց Հիմա մենակ է մնացել այստեղ Սարգիս Շլարյանը Մալացիայի կիսադաշտում, բայց չկարողացավ այնտեղ գնդակը վերը հասկել Հիմա Մալացյան է գրոհելու Ալեքս Ղազարյան Մարկ Թորչյանի հետ է խաղարկում Վերջինս կորցնում է գնդակը եւ այստեղ էլ հեռացնում են Երևանի ֆուտբոլիստները Շարունակվում է նորից Մալացիայի գրոհը Այս խաղակեսում տեսնում ենք, որ
շատ ակտիվ են գործում Մալացիայի ֆուտբոլիստները, բայց ի վերջո արդյունավետ չեն այդ գրոհները նրանց կատարմամբ։ Հիմա Մարկ Թորչյանն է գնդակով, շատ լավ է հիմա այստեղ անցում կատարում, բայց այստեղ էլ Արտյոմ Ղազարյանն է հեռացնում գնդակը։ Այստեղ նորից հեռացրեց Երևանի պաշտպանը Մարկ Թորչյանն է գնդակով հարված եւ մի փոքր բարձր է անցնում նրա հարվածը։ Հիմա երկար դադարից հետո Երևանի մոտ է գնդակը, նրանք փորձում են խաղարկումներով առաջ շարժվել, Արտյոմ Ղազարյան փոխանցում ձախ դեպի Դավիթ Դավթյանը, փոխանցում է հիմա Դավթյանը առաջ, հիմա այստեղ տեսանք, որ դարպասաձողին դիպավ գնդակը, բայց այն վտանգավոր չէր եւ կտեսնենք Հովհաննես Աբրահամյանի դարպասից հարված։ Այստեղ նորից հեռացրեցին Երևանի ֆուտբոլիստները գնդակը, Մարկ Թորչյանն է առաջ շարժվում, Արեն Սիմոնյան շարունակվում է Երևանի գրոհ, բայց ի վերջո խաղի կանոնների խախտում նկատվեց Արեն Սիմոնյանի հետ պայքարում եւ տուգանային հարված է վաստակում Մալացյան։ Հիմա Կասուլիչը տեսնենք հարվածը Նարեկ Սիմոնյանի հարված, նորից տեսնում ենք ուղիղ Տրթատ Ասերյանի վրա են հարվածում Մալացիայի ֆուտբոլիստները։ Դավիթ Դավթյանն է գնդակով փոխանցում է Հայկ Կարապետյանին։ Այստեղ մանր փոխանցումներով փորձում են շարժվել, առաջ հիմա սխալվում է Հայկ Կարապետյանը, Մարկ Թորչյանն է գնդակով փոխանցում եւ շատ լավ են գործում հիմա Երևանի պաշտպանները։ Այստեղ Թեժը այստեղ պայքարը լավ անցում էր հիմա Երևանի ֆուտբոլիստից, աջ եզրով շարժվում է առաջ, միայնակ է, տեսնենք թիմակից է փնտրում։ Ի վերջո կորցրեց գնդակը Երևանի ֆուտբոլիստը, հիմա էլ փոխանցում կենտրոն Մարկ Թորչյանին, հակագրոհում են Մալացիայի տղաները։ Բայց շատ ուշացրեց այստեղ Մարկ Թորչյանը իր փոխանցումը, բայց Երևանն էլ կորցնում է գնդակը, նորից Թորչյանն է գնդակով փոխանցում Սիմոնյանին, այստեղ նորից Սիմոնյանը հաջող չի գործում այստեղ, ինչ-որ բան այն չէ Սիմոնյանի մոտ երկրորդ խաղակեսում, Ալեքս Ղազարյանն է հիմա գնդակով, Ալեքս Ասատրյան հարված եւ նորից որսում է գնդակը Տրթատ Ասերյանը, նորից հարվածեցին նրա վրա։ Առաջ նետեց այստեղ Տրթատ Ասերյանը գնդակը եւ եզրային նետումը Մալացիայինն է։ Ալեքս Ասատրյանն է գնդակով փոխանցում առաջ դեպի Ալեքս Ղազարյանը, լավն էր փոխանցումը, բայց այս փոխանցումը կարդում է Արտյոմ Ղազարյանը եւ ի վերջո հարված կտեսնենք Տրթատ Ասերյանի դարպասից, խաղի մրցավարը նայում է ժամանակին։ Հանդիպան ավարտին քիչ ժամանակ է մնում։ Նորից հիմա գրոհելու են Մալացիայի ֆուտբոլիստները, Ալեքս Ղազարյան լավ անցում ձեռնարկեց։ Շարունակվում է Հրաչ Օսիպյանն է գնդակով փոխանցում Թորչյանին։ Այստեղ է շատ լավ պաշտպանվեց Շլարյանը։ Հեռացրեցին նորից գնդակը Երևանի տղաները։
Այստեղ էլ առաջ է թողնում գնդակը Ալեքս Ասատյանը եւ Դավթ Դավթյանն է գնդակով ձախ եզրով շարժվում է առաջ։ Այնտեղ երկու թիմակից սպասում են նրան եւ խաղի կանոնների խախտում հիմա Դավիթ Դավթյանի հետ նկատմամբ Սարգիս Շլարյանն է վերցել գնդակը փորձում է արված կատարել դեպի դարպասը Սուլի չկա, փոխանցում կենտրոն, այստեղ Թորչյանն է հեռացնում գնդակը, շարունակվում է Երևանի գրոս, Շլարյանն է հիմա գեղեցիկ անցում, ձեռնարկում, փոխանցում աջ, այնտեղ Հայկ Կարապետյանն է հարվածում և գոլի հեղինակ է դառնում վերջինս և 6-0 խաղի ելքը վճռված է, գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ այստեղ Հայկ Կարապետյանը Հայկ Կարապետյան 6-0 գեղեցիկ գրող նորից կազմակերպեցին Երևանի ֆուտբոլիստները և էլ ավելի խոշոր դարձրեցին իրենց առավելությունը և վերջ հանդիպումը ավարտված է 6-0 հաշվով Երևանը հաղթում է Մալաթիան և վաստակում իր 3 միավորը հետաքրքիր հանդիպում ստացվեց մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ հիմա մի փոքր դադար և խաղային վերջին օրվա վերջին խաղն ենք դիտելու որտեղ Լեռնային Արցախը մրցելու է Մարսելի հետ